Այսօր մենք 11-րդ դասարանի աշակերտներս դասավանդող Հանի Ստեփանյանի ղեկավարությամբ կներկայացնենք նախագծային աշխատանք հենվիրված իտալական վերածննդի կարգավորում դեմքերից մեկին Լեոնարդո դա Վինչիին և նրա խորհրդավոր ընթրիկը որմնանկարին։ Մեր նախագծի նպատակն է ուսումնասիրել նկարում զետեղված գաղտնիքները, որոնք մենք 4 էլ ուսումնասիրում ենք։ Վերածնունդ եզրույթը առաջացել է դեռևս 16-րդ դարերում, բնորոշելով միայն կերպարվեստը, հետագայում տարածվել արվեստի մյուս տեսակների վրա։ Առաջին անգամ այս հասկացությունը օգտագործել է իտալացի մեծնկարիչ Ջորջո Վազարին, որը հայտնի է հռչակավոր արվեստագետների կենսագրական լուրջ ուսումնասիրություններով։ Իտալական վերածնունդը բաժանում է հետևյալ շրջաններում. նախավերածնունդ 13-րդ դար, վաղ վերածնունդ 15-րդ դար, բարձր վերածնունդ 15-րդ դարի վերջ 17-րդի առաջին քառորդ, ուշ վերածնունդ 17-րդ դար։ Այդ տարիներում Իտալիայում տվեց միաժամանակ բացառիկ համաստեղություն Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել Տիցիան, Միքելանջելո։ Այդ ժամանակիցները նրանց ավանդեցին Դիգանո և նրանք ստեղծեցին նոր արվեստ։ Մարտայի մտի օգուտորիշ, որը տևեր տվեց Դանտեին, Շեքսպիրին, Սերվանտեսին, Լեոնարդոին, Ռաֆայելին և ելույթ շատ արվեստագետների։ Ասպարտ ավանդույթով նրանք գովերգեցին մարդուն և ապացուցեցին, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Ջոտո դի Բոնդոն է ծնվել և աշխատել է Ֆլորենցիայում, բայց նաև հիմնականում ստեղծագործել է Պադայում և Ռոմում։ Ակտիվ և կենսունախաշ այս մարդը վայելում էր ժամանակակիցների հարվածը։ 1307 թվականին նրան նշանակում են գեղարվեստական աշխատանքների ղեկավար, և այստեղ Լեոնարդո դա Վինչին գրել է նրա մասին, որ նա ոչ միայն գերազանցեց իր ժամանակակիցներին, այլ մի քանի առաջ անցավ նրանցից։ Իրոք, նրա արվեստը մեծ ազդեցություն թողեց ոչ միայն իտալական վերածննդի, այլ ամբողջ վերածննդի արվեստի վրա։ Նա առաջինն է, ով հրաժարվեց կրոնական պատկերումներից և ստեղծագործեց միայն աստվածաշնչյան սրբերի, ներկայացնելով իր կյանքի կարևորագույն դրվագները, և մենք հիմա կներկայացնենք իր աշխատանքներից մի քանիսը։ 14-րդ դարերում Ջոտոն պատկերում էր Կապներ դե Պադան քաղաքում գտնվող Կապներ դե Արենա եկեղեցու որմնանկարները, որտեղ ներկայացնում է Հիսուս Քրիստոսի կյանքի կարևորագույն դրվագները։ Դրանցից են Ողբակ Քրիստոս, Հուդայի համբույրը, Պիետա որմնանկարները։ Դա Վինչին համարվում է վերածննդի լավագույն դեմքերից մեկն է, ով նաև համարվում է բարձր վերածննդի խորհրդանիշը։ Իր բազմաբնույթ հետաքրքրությունների պատճառով շատ հաճախ դրանք կոչվում են ունիվերսալ մարդ։ Այս ունիվերսալ մարդու համար գիտությունը արվեստ է, իսկ արվեստը գիտություն։ Դա Վինչին ծնվել է 1452 թվականին Ռիչի քաղաքից ոչերով գտնվող մի փոքրիկ գյուղում։ Նրա հայրը Պիորե դա Վինչի նոտարից, մայրը Կատերինա մի հասարակ երշտուհի։ 1460-ից 66 թվականից մինչև 72 թվականները դա Վինչին սովորել է Ֆլորենցիայում գտնվող հայտնի նկարիչ Արմենեսի արվեստանոցում, որտեղ նա սովորել է նկարչություն, ոսկերչություն, գծագրություն, քիմիա, ինչպես նաև սովորել է աշխատել կավի, գիպսի, բրոնզի հետ։ Դա Վինչին բազմակողմանից արագացել, նա գերազանց կարողանում էր նվագել իլյայի վրա։ Դա Վինչին զարթիկ է, զարթին հավասարաչափներ օգտագործում էր այս ձեռքը։ Նա կարողանում էր ծառ ձեռքով գրել և միաժամանակ այս ձեռքով նկարել։ Մանկուց դա Վինչին ուներ կարդալու խախտում, դա կոչվում էր խոսելու կուրություն, կապված էր նրա ձեռքիսամիտի թերի զարգացման հետ։ Դա Վինչիի մարդկանց մարմինները ճշգրիտ նկարելու համար շատ հաճախ օգտագործում են մահացած մարդկանց մարմինները։ Լեոնարդոյի նկարների հավաքածուն վաճառվել է Բիլ Գեյթսի հիմնադիրների $30 միլիոն։ Ուսումնասիրելով լուսինը դա Վինչին բացահայտեց, որ արևի լույսը արտացոլում է լուսնից և տեսանելի է դառնում երկիր մոլորակից։ Լեոնարդոյի Մոնա Լիզան կտավը Լուվրի թանգարան տեղափոխելու համար և կտավի անվտանգության համար հիմնադիրներից ծախսեցին մոտավորապես $5 միլիոն։ Եվ դա Լեոնարդոյի մահից հետո նա թողել է մեկ ուղղաթիռ, որը շարժվում է օդի։ Ժամանակակից գիտնականների ապացուցել են, որ դա Վինչին զբաղվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանը, քանի որ դեռ 1500 թվականին դա Վինչին ներկայացրել է կոնտակտային լինզաների նախագիծը։ Դա Վինչին Օսմանյան կայսրության Սուլթան Բայազեդ II Դավիթի համար նախագծել էր մի կամուրջ, որի երկարությունը 240 մետր։ Հայտնի նկարիչը նախագծել է Տեզալիվի մարտական տանկերի նախատիպերը։ 1506 թվականին Լեոնարդո դա Վինչին ավարտում է իր աշխատանքը Մոնա Լիզա կտավի վրա։ Նկարիչը երազում է մեծ գործի մասին և երազանքն իրականացավ։ 1495 թվականին նա սկսում է իր աշխատանքը խորհրդավոր ընթրիկ որմնանկարի ուղղությամբ Սանտա Մարիա դելը Գրացիա վանքի համար։ Շատ այլ նկարիչներ են անդրադարձել աստվածաշնչյան այդ դրվագին,
սակայն եւ ոչ մեկ չի կարող համեմատվել դա Վինչիի հետ։ Անատոմիայի վերանկարը ուսումնասիրությունները տվեցին նրան հայտնի կերպով լուծել նկարի կոմպոզիցիայի հարցը։ Լավ մանրակարիչը ներկայացնում է արտային տարբեր ուզանան Հովանես իր սերի աշակերտներից մեկը Հովանես է, իսկ մյուսը կարծում որ նկարում պատկերված ազնվորեցնի կինը եւ դա Մարիամ Մաղդալենացին է։ Երկրորդ ամենակնարկող կերպարը դա Քրիստոսի զգացումների տեսնում է մի երիտասարդ մարդու եւ ասում է, որ հենց նա լինի Հիսուսի կերպարը։ Տանում նրան նկարում է եւ 3 տարի փնտրտուքներից հետո մի անգամ ասում է փողոցով տեսնում է մի հարբած թափառատանի։ Հրամայում է, որ նրան տեղափոխեն արվեստանոց։ Երբ որ նրան բերում են արվեստանոց եւ նկարը ամբողջությամբ վերջացնում է, այդ թափառատանը մոտենում է նկարին եւ ասում է, որ այս նկարը տեսել է։ Լեոնարդոյի տարակուսակին պատասխանում է, որ 3 տարի առաջ նա երգել է եկեղեցական երգչախմբում եւ նրան մոտեցել է մի մարդ եւ ասել է, որ հենց նա պետք է լինի Հիսուսի կերպարը։ Եվ հայտնի փաստը այն է, որ Հիսուսի եւ Հուդայի գնորդը եղել է նույն մարդ իր կյանքի տարբեր ժամանակական հատվածներում։ Da Vinci-ն այց հետո չթողել ոչ մի ինքնանկար։ Երաժշտագետները նույնիսկ կարծել են, որ խորհրդավոր ընտանիքի սեղանում դրված հացի եւ ձեռքերի դիրքը եթե մենք պատկերենք որպես նոտա, ապա այն ստանաց այդ երաժշտական ստեղծագործություն։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մեր նախագիծն ավարտվել է։